Նոյեմբերի 20-ից 30-ը ջեռուցման կաթսաների նշված տեսականին ձեռք բերեք իդեալ համակարգից սկսած ընդամենը 129,000 դրամից։ Սև ուրբաթ, ուրեմն իդեալ։ Ողջույն հարգարժան տիկնակ եւ պարոնայք, առաջին լրատվականի եթերում Մեհրաբյան օնլայնն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Այս օրերը նշանավորվում են այն դիվանագիտական աժիոտաժով, որը ստեղծվել է Ուկրաինայում Ռուսաստանի կողմից սանձազերծված պատերազմը դադարեցնելու գաղափարի շուրջ, ջանքեր է գործադրում Թրամփը եւ իր վարչակազմը այդ նպատակին հասնելու համար եւ այս ամենը ոչ թե որոշակիություն, այլ ավելի մեծ անորոշություն է մտցնում։ Մենք գտնվում ենք մի լրահոսի ճնշման տակ, որտեղ յուրաքանչյուր լուր 1 ժամից հետո ուղղակի դադարում է նորություն լինել եւ վերածվում անցյալ տարվա ձյան։ Այդ իմաստով շատ դժվար է բուն պրոցեսը չկորցնել այս լրահոսի տակ, որովհետև այս ամենը ընդհանրապես թեփ է, որը ծածկում է կամ ակամայից, այսպես ասենք, ծածկում է այն իրականությունը, որը կա, օբյեկտիվ պրոցեսը, որը կա, ի վերջո այն աշխարհակարգը, որը ձևավորվել է 1945 թվականին, քիչ ձևափոխվել կամ ամրապնդվել 75 թվականին Հելսինկյան այդ պատմական հանդիպումով եւ 91-ին սովետի փլուզումով այդ աշխարհակարգը մենք տեսնում ենք շատ տեղերից ճաքեր է տալիս։ Դե իսկ նորն էլ չկա, նորի մասին պատկերացումն էլ չկա։ Կա ընդհանուր ընկալումներ թույլատրելի եւ անթույլատրելիի մասին, դա էլ դարձել է մի առանցքական բան։ Այս ամենը միայն ակադեմիական հետաքրքրություն չի ներկայացնում, չնայած այս ամենը նաև ակադեմիական հայացք է պահանջում որոշ առումներով։ Այս ամենը ուղղակիորեն առնչվում է Հայաստանի եւ Հայաստանի նման փոքր երկրների շահերին եւ անհրաժեշտ է ի վերջո ամփոփ պատկեր ստանալ գոնե միտումների վերաբերյալ։ Փորձենք հասկանալ։ Եվ այդ նպատակով ես մի հարգարժան հյուր եմ հրավիրել մեր տաղավար, ում սիրով ուզում եմ ներկայացնել, մեր հյուրն է Միացյալ Նահանգների Բերքլիի եւ Հայաստանի ամերիկյան համալսարանի պրոֆեսոր, քաղաքագետ եւ պատմաբան Ստեփան Աստուրյանը, բարով եք եկել պարոն Աստուրյան։ Շնորհակալ եմ։ Ուրախ եմ կրկին ձեզ տեսնել։ Շնորհակալ եմ, որ ընդունեցիք հրավերս։ Պարոն Աստուրյան, մենք տեսնում ենք այս աժիոտաժը, որը կա։ Զիգզագներ մի աննորմալ, այսպես։ Բոլորը գլուխ են ջարդում, թե սա ինչ է, եւ այնպեսի տպավորություն է, որ նույնիսկ հայտարարություններ անողները չեն հասկանում, ինչի մասին են իրենք խոսում, կամ հետևանքների մասին, թե ինչի կարող է բերել իրենց հայտարարությունը հաշվի առնելով այն դիրքը, որը իրենք զբաղեցնում են։ Եվ այդ հայտարարություններն էլ, որ անում են, կարող է ունենալ 1 ժամվա կյանք, որովհետև գալիս է հաջորդ հայտարարությունը, որը լրիվ այլ բանի մասին է խոսում, այսպես կալեյդոսկոպի նման ամեն ինչ մեկ էլ փոխվում է։ Ինչ եք դուք որպես քաղաքագիտության պրոֆեսոր տեսնում այս թեփը, եթե հանենք, ինչ process է գնում, ինչ եք տեսնում այստեղ, համեցեք։ Նախ ինչպես մի քանի շաբաթ առաջ բարոն Ստեփանյանի դրսի պատմության մեջ դարիներ կան, երբ գարձես թե պատմության թափը գարականագոր։ Այսինքն գնալալ 30 տարի քիչ թե շատ խաղի կանոնները հստակ են, ուժերու հարաբերությունը, այո, դակնապներ կան, հոսոն, բայց այդ դակնապները եզերային են, մարժինալ դակնապներ են։ Աս վերջի մի քանի տարիներու ընթացքին գտեսնենք ամեն կողմի խնդիրներ, չէ՞, Ամերիկա, Չինաստան, որ արդեն ատկե առաջ նշանները կային, բայց
բայտեցավ Ամերիկայի ուղագի արհամարանք հանդեպ Եվրոպայի, բան, հերացում, Սուրյո վիճակի, Հրեաստանի վիճակի հարցը, Ամերիկայի երկու դաշնակիցներու միջև լա կորձակցություն, լա նաև ադելություն, Հրեաստան-Թուրքիա խնդիրը, եւ անշուշտ Ուկրաինա հարցը, որ նշեցիք, հիմա նաև Վենեսուելան դնգվեցավ եւ այլն բազմաթիվ բաներ։ Ամերիկայի բարակային գգարձեմ, որ անորոշության պատճառները մեկը Ամերիկան է, որովհետև Միացյալ Նահանգներու սովորական որոշում առնելու ընթացքը, որ խորն է, բազմաթիվ շերտեր ունի, բան ունի։ Ադիգա գգարձեմ, որ մասամբ դա բալած է։ Այսինքն նկատեցեք, բարոն Թրամփը որուն է աշխատիգոր։ Իր կորձընկեր բարոն Ուիտկոֆ, որ անալ շենքեր Շներ Նյու Յորք, դիվելոպեր, բան չէ։ Միջին Արևելք բարակ, բարոն բարակ։ Այսինքն գարձե, այո, ամբողջ կարծես թե Պետական կարգավորության State Department-ի մեքենան երկրորդական դեղ գրաված է այլևս, այսինքն չի խորգերգող մեկը, որ ինչ գիտնամ, Under Secretary of State for Middle East Affairs, կամ չեմ գիտեր ինչ է, իր աչպազուկները վստահելի մարտիկը գխրգի, եւ նկատի ունենալով վերջին հայտարարությունը բարոն Թրամփի այդ 28 գետնոց գարկատությունը Ուկրաինո մասին, Այդ գարկատությունը ամբողջությամբ սիրողական ծևով գրված է, ամատոր ծևով, այսինքն անգարելի է, որ State Department-ը այդպիսի բան մած է, գիտեք, այն ադեն անգում է, Ամերիկայի անգումն է, որ մարդիկ 30 տարվա փորձառությամբ այսպիսի ինքնասպան քոթյումը շնադ։ Հետևաբար, այո, ուղղակի զարմանալի է, հստակ չէ ինչ է, Եվ նաև գտեսնեք, որ մի քանի ժամ անց բարոն Ռուբիոն, այսինքն Պետական կարգավորության կարգավորը, State Department-ի, այդպիսի ծևով գարդայդվի, որ գտեսնեք, որ ինքը համաձայն չէ այդ քության, առանց որ իր նահակախին թեմը խոսի, որոշ անորոշություն գծկե, բան գծկե։ Հետևաբար հոս գտեսնենք կգարձեմ կոնե, կգարձեմ այն ինչ որ գտասավանտեմ աշակերտներուս, կամ տասավանտած եմ դասնամյակները ի վեր, անցեու թերը բակմության մեջ։ Գիտեք, դասնամյակները ի վեր շեշտը տրված էր, մանավանդ ֆրանսական դպրոց մգար, անվանի անալներու դպրոց, անալը հանդեսն է։ Որ խոր ուժերը պետք է տիդել եւ այլն տնտեսությունը, բանը, անձերը կարևոր չեն, գիտեք, եթե դժվար է ադիգա ընդունիլը, Ստալինը կարևոր է, գիտեք, եթե Ստալինը չլար Բուխարինը, լար սեբե, կնեդեմ գոր Բուխարին, գգնալալ նույն ճիշտ ջամպան առաջ չլար սովետական միությունը։ Եթե Հիտլերը օտեն ելած է, ավստրիայեն, գերմանացի բահբանողական աչագորմյաններու միջոցով չանսլեր եղած չլար, չանսլեր։ Ասենք ֆոն պապենի դերը։ Այո, գուգնալը ամբողջ Գերմանիայի պատմությունը դա, դարբեր ամբողջ ջամպարներ, այսին բան, պետք չէ գարձել, որ ադիգա բաղդադկված էր, որ ասմարտը պիտի լա, այսին, Եղավ, չէ, անցեր, հիմա բարոն Թրամփի նահակախը լալը գգարձեմ, որ այդպիսի, չեմ ասել, որ բարոն Թրամփը Ստալին է և Հիտլերը սխալ չի ասկծվին, այդպիսի վարգյամ մն է գարձեմ, որ դարօրինակ անորոշություն գմտցնի, հիմա գիտեմ, որ գան որոշ թեդեր, ներառյալ նախկին անգլիացի MI6-ի անդամ, այսինքն լրդես և թիվանակետ Ալաստեր Կուկ, որ շատ լավ մեկնաբան է,
իր մեկնաբանությունը անե որ հավանաբար ասգարկատությունը 28 գեդերը բարձաբես բաներ ճշտելու Ռուսիո գարմիր քիձեր այսինքն բամը նետվեցավ գիտեք trial balloon գսեն անգլերեն զոնդաժ այո պատ նետվեցավ նայինք նեմը պիտի գրագեն ինչ պիտինեն բան գնալալ ադալ գարելի է հետևաբար եթե հոս կամ եւ ցեզի մեծ վստահությամբ ասեմ որ ասե պետք է հիմարը լամ որովհետեւ դվյալը չունին trial balloon-ը, բարոն Թրամփի եւ բարոն Վիտկոֆի բանն է, որ վերջը թեմ հանդիման ելավ թիմադրության ներքին դժվար է ասել, բայց այնինչ որ շեշտեցիք անորոշությունը եւ թեփկերու, այսինքն մի քանի ժամվա մեջ արդեն, կամ մի քանի օրվա մեջ արդեն այդ բանը գտնվի քիչ թե շատ եւ ուրիշ դարբերակներու ջամպան գարնվիրով, որոնք բնականաբար կգարձեն, որ Ռուսիան պիտի մերժի, եւ պիտի սկսենք, ինչպես կսեն, զերո գեդեն նորեն, պիտի ընտանա խնդիրը։ Սա աս վիճակի մեջ ենք եւ բնականաբար Հայաստանի վիճակը իբր փոքրիկ երկիր աս անորոշություններու մեջ կզեդերվի։ Ինչ պիտի լա աս Ուկրաինիո խնդիրը։ Ռուսիան քիչ թե շատ ուզածը պիտի ստանա կամ ոչ։ Իրանի հետ բادرազմի խնդիրը, որտեղ արգախված է, չէ՞, բան օդի մեջ է, բայց գոյություն ունի։ Ասոնք երկու գլխավոր դվյալներն են որոնք հիմնական թեր գնան ունենալ Հայաստանի աբակայի վրա եւ աս ընտածիկ գարկատություններու վրա եւ անշուշտ գա երրորդ երեսը որ բան է այսինքն եւ որոնց մասին որում մասին երրորդ երեսի բավարար դվյալ չունին Տեր Ասվարգյանին ինչ են խոսակցությունները Հայաստանի եւ Միացյալ Նահանգներու միջև այո աս տրիպի գարկատություններու վերաբերյալ ով ինչ պիտի երբ ինչ ծևով ադալ երրորդ անորոշ վիճակն է որուն առաջ կգործեն ագնել լա Ադրբեջանը լա Թուրքիան շեշտելով այդ անխոչընդոտի թեման, գիտեք, որ մենք թեմ չենք, բայց բիդինային ինչ է աս գարկատությունը, անհոչընդոտ գարկատությունը։ Բարոն Ֆիդանն նույն բանը շեշտեց։ Հետևաբար հստակ է որ այնինչ որ գարկատությունը լա Հայաստանի Ամերիկայի միջև ծևով մը պետք է նկատի առնե նաև Ադրբեջանի եւ Թուրքիո վերաբախությունները կամ նվազ նուրբ ծևով ասված վետոյի կամ թշկողության դաշտը այո Պարոն Աստորյան, այս անորոշությունը, որը ըստ գեներացնում է Միացյալ Նահանգները միջազգային հարաբերություններում եւ մենք զգում ենք Հայաստանում ու հարցերը առաջացնում էր մեջ, որոնք պատասխան չունեն, այս պահին կարող են լինել միայն վարկածներ, ընդ որում վարկած համար մեկը լինի հակառակը վարկած համար երկուսը։ Այո, եւ առանց դվյալի գնալ մեկը ավելի հավանական կնկատես, բայց փաստ չկա։ Այո, հիմա սա հաշվի առնելով բնական է Հայաստանն էլ գոնե իր մերձավոր այսպես շրջապատի հետ փորձում է որոշակիություն մտցնել հարաբերություններում, ինչը միանգամայն բանական է թվում։ Դա եւ այն հարևաններն են, ում հետ մենք ավանդաբար ունեցել ենք դրական հարաբերություններ եւ հարևաններ, ում հետ մենք ունենք պրոբլեմային հարաբերություններ, իսկ Ադրբեջանի հետ էլ ունենք ոչ պատերազմ, բայց նաեւ չունենք հաստատված խաղաղություն։
Այս նույն բանը զգում են նաև Ադրբեջանում։ Ադրբեջանի շրջապատն էլ, ինչպես ասում են, շատ բարենպաստ չի։ Ռուսաստանի հետ սահման, ինչից մեզ Աստված խնայելը չկա։ Իրանի հետ սահման, 1000 կիլոմետր Հայաստանի հետ սահման, մի փոքր էլ Վրաստանի հետ եւ Կասպից ծով, որտեղ ռուսական ուժային բացարձակ գերակայությունն է եւ ասենք փոխվելու որևէ միտում չկա։ Հա, եւ գտնա նաեւ Բաքսկագանը, բանը։ Այո, իսկ Ադրբեջանի պրեզիդենտի պալատը ես Բաքվում եղել եմ դեռ սովետի ժամանակ, հենց ծովափին է, հա։ Օ։ Այո, հենց ծովափին։ Ասենք 200 մետր հեռավորության վրա։ Նավ է։ Եվ այս ամենը հաշվի առնելով Ադրբեջանն ինքն էլ է նույն տրամաբանությամբ, հա, որը բանական է Հայաստանի պարագայում, շարժվում է նույն տրամաբանությամբ եւ իր եղած սահմաններից ամենաերկար սահմանը Հայաստանի հետ փորձում է որոշակի կայունություն հաղորդել։ Սա իհարկե աջ ձեռքով, բայց ձախ ձեռքով դե Ալիևը իներցիայով էլի, չգիտեմ, Սևանա լիճը թուրքեր են անվանում, չգիտեմ, ադրբեջանցիները պիտի վերադառնան, ձեր սահմանադրությունը լավը չի, եւ այլ, սենց բաներ է խոսում, այդ կալանավորներին է պահում իր մոտ, եւ այլն։ Հիմա դա ձախ ձեռքով։ Հիմա հարց է առաջանում, Ադրբեջանն այս ընդհանուր առմամբ հիմա աչլիկ է թե ձախլիկ, հա։ Պան, պետք է որոշ գարկ զեկույց մկրեմ, որտեղ որոշ մարդիկ կան Ամերիկա, որ ուզեն գարկ բան մխրադարագել, աս ներկա վիճակի մասին։ Դարբեր հայ մասնակիցներով, հայկական գազագերբություն է նոր։ Եվ երկու ղեկավարներն խոշոր անցյալ եւ պատրաստություն ունին, սա ընտարաչեցի եւ սկսա արդեն մտածելու ադոր մասին, որովհետեւ պետք է դեկտեմբեր 15-ին առաջ խրգեմ։ Իմ կարծիքովս Ադրբեջանի քաղաքականությունը շատ զսկուշ եւ դրապանական է։ Մեկ կողմեն նկատի ունենալով Ամերիկայի ներկայությունը Միացյալ Նահանգներու, վերջերս նույնիսկ բավական բացահայտ Կազախստանի թիրքորոշումը, ինքը չի գնալ երթալ թեմ աս բաներուն, այսինքն մենք չենք ուզեր, թրիպ չենք ուզեր, մի չնե դիգա։ Նաև գգարձեմ, որ Ադրբեջանը, այո, եթե իր ուզած պայմանները լան սթրիպի վերաբերյալ եւ այլն, շատ կող կլա։ Այսինքն ինքը թեմ չէ, արմադաբես այդ զրակիրը իրեն վնաս չէ։ Ինչու իրեն վնաս չէ, որովհետև հիմնական բաժինը այդ զրակրի մեջ, բարոն Մեհրաբյան, որքան որ գտնամ որ հասկանալ 10 անգամ գարտալի հետո այդ գարկատությունը Ադրբեջանի եւ Նախիջևանի գաբը հաստատել։ Միակ բանն է որ գարձրծելով կրված է։ Հա։ Եվ վերջը հայերու մասին, Հայաստանի մասին գսվի որ փոխադարձ շահեր, շահ, benefits։ Ոչ իրավունքներ, հա, շահեր, բիդի աբախովին։ Հիմա շահը ինչ է, հայնալ բիդի գգնա Նախիջևան երթալ արձագուրտի ինչ է շահ, պարը, գիտեք տիվանակիդության մեջ պարերը նշանակություն ունին, չսվերգոր անհոչնտոտ Ադրբեջանեն բիդանցնի և բիդերտատ է բի Ռուսիա գամ ուր որ գուզե երթալ, Հայաստան, չգա դիգա, unhindered, Հետևաբար, այո, Ադրբեջանը գուզե որ ադիգա դեղի ունենա իր նախընտրած պայմաններով, որոնց Թուրքիան թիգունք պիտի գանքնի, այդ պայմաններում Ադրբեջանի, օքեյ, եւ ադիգա առաջին գետն է։ Երկրորդ կետը Ադրբեջանը գուզե վստահ լալ, որ հագարակ այն ինչին, որ Հայաստանը 1994-ին,
որ եթե խաղաղությունը իսկապես հաստատվի, այսինքն թուղթը ստորագրվի եւ վերջը իրականացվի, թուղթը ստորագրել չէ խաղաղությունը։ Գիտեք, վերջը դարիներու փոխանակում, իրարու հասկանալ, մեղմացում, ինքը գուզե վստահ լալ եւ հասկանալի բան իրաբաշտ մոդեցումի դեսագեդե միջազգային հարաբերություններով որ այդ խաղաղությունը իրական խաղաղություն է այսինքն 15 տարի հետո 20 տարի հետո եթե Հայաստանը ավելի զորավոր է դնդեսաբես Ադրբեջանի կարիերը գազը քիչ նվազած են 20 տարի են արդեն սկսի նվազելու կարիերը բայց գազի բաներ կան այսինքն կալիք 5 տարիներու շատ բիդիչի դուժե Ադրբեջանը քիչ եկամուտը բիդիչն է բայց որոշ թեդեր կան այդ դպավորությունը գուտան որ փլելու վրա է Ալիևը դերյակ է ոչ կալիք 5 տարիներու ավելի երկարաժամկետ այո բայցար չէ պատկերը բացի եթե Ադրբեջանը իսկապես զանազան տնտեսական բաներ ստեղծե որ մինչև հիմա առաջ չէ այո Բարոն Ալիևը գուզե իսկապես ապահովել, որ այդ խաղաղությունը դևական պիտի լա եւ ոչ թե ասանք փուչիկ բամը, որ 5-6-7 տարի պիտի դեպի Մարշալ Ֆոշի ասած 20 տարի այո, թուղթը ստորագրեցին 20 տարի են, զինատատար է եւ բادرած պիտի լա։ Այո, Եվ ադիգա իր դեսագեդե եւ ազերբայջանական դեսագեդե արտարացի մոդեցում է, այսինքն իրաբաշ դեսագեդե, ես իմ պապակիս մասին չեմ խոսում, որ ադե իրականությունը։ Եվ երկրորդ գեդը, որ ուզեի շեշտել Ադրբեջանի մասին, ան է որ բարոն Ալիևը իր արտաքին քաղաքականությունը բավական խորունգ է նոր բեդության համար, գիտեք, որ բեդությունը չէ, որ 500 դարվա պատմություն ունի, իպր նորածին հետ սովետական բեդություն, ինքը շատ սկուշավոր և ջարբիկ արտաքին քաղաքականություն ունի, գգարձեմ, որ այնինչ, որ սիկ, երկրությունը, մեկ կողմեն աս, մյուս կողմեն գրջե լիջը, 300,000 մեր եղբայրները, որ պան են, արևմտյան Հայաստան են ջամպված են, բազմաթիվ ուրիշ պայմաններ, շատ լբրձուն ծևով երկու սուրիացի մարտասպաններու հարցը գա, որուն այդ խնդիրի մասին արտաքին գործոց նախարարությունը եւ հստակ պատասխան չի տալ, փոխանակումի, այսինքն յետևի պայմաններ կդնգվին գա։ Այսինքն ամյուս երեսը ազերբայջանական գիտեք ասված Մգարյանյուս որ երկու թեմք ուներ Յանուսը, երկդիմի Յանուսը Յանուսին ամյուս թեմքը իմ գարձիկովս ադե որ բարոն Ալիևը նաև գարելիությունները պաց կբահեգոր հարմար ադենին սեբենք բادرազմը գա Իրանի հետ օրինակ սեբենք ռուսերը իսկապես այդպիսի գարկատություն մգստորակրեն որ հիմնականապես հաղթած են Յուկրաին ինքը գարելիությունները պաց կբահեգոր ասելու որ Հայաստանը չի գադարեգոր իր խոստումները հարաղության պայմանակրի մեջ որ ծևով ինչ որ է նախաստորակրվեցավ պամը եղավ բազմաթիվ դվյալներ կան, որոնք արդեն հերկված են։ Բարոն Հիկմետ Հաջիևը մեր մասնակիցներու առջև Բաքու կացի 3-4 սադի ընդանուր հարցազրույցը մդիգրի եւ վերջը երկու այլ մասնակիցներու զատ հարցազրույցները մդիգրի։ Հստակ հաստատած է բարոն Հաջիևը, որ Ադրբեջանը բախողային բանջ չունի հանդեպ Հայաստանի հարաղությունը ծևով մենք բادرազմ չենք ուզեր, եղած է այլևս բادرազմ չի գա, բայց հարաղությունն ալ գադարյալ չի գա, պետք է անցնենք բուն հարաղության եւ այլն շատ լավ խոսքեր են։ Մյուս կողմեն 240 մինիմում կարագուսի կիլոմետր հայկական խողեր
կրավված են եւ անոնք որևէ մեկ կապ չունին սահմանազատման, սահմանակցման հետ, բարոն Մեհրաբյան։ Գասակ, ադիգա չէ որ հոն խնդրուարը անկլավ մգար, փամ մգար, եւ որ գնալալ որ դերմը 500 մետր ասգոմ պիտի կար, 300 մետր ատգոմ պիտի կար, օքեյ։ Այսինքն դե ֆակտո իրենք հայկական խորի վրա են։ Եվ ուրիշ գեդերալ գամ, բայց ադոր համար եղած չեմ։ So, ասածս գարջ գդրելու համար at երկու երես քաղաքականությունն է։ Գգարձեմ, որ իսկապես Ալիևը հետաքրքրված է աս տրիպով, եթե իր ուզածին պես լագարկատությունը, թե ատկե հետո, երբ Նախիջևանի հարցը լուծված է, ամյուս խնդիրները Ադրբեջանեն անցնիլ, Թուրքիո սահմանի բացումը, որը եթե Թուրքիո սահմանը չի բացվի, բարոն Մեհրաբյան, գներեք, Նախիջևանի քիձը ինչ շահ ունի Հայաստանի համար։ Ոչ մի։ Ոստերություն։ Եթե Նախիջևանի հետ գաբը հաստատվի այդ 43 կիլոմետրը ինչ է, եւ վերջը մեջ միլիոններ, բիլիոններ տրվին, ամեն բանը լա Ամերիկայի գարկատություններով, որոնք հստակ չեն ասվարգյանից, կոնե մեզի պես մարտոց համար, եւ վերջը մեջտեղ ելը, որ որոշ խոչընդոտներ կան Ադրբեջանեն, Ռուսիա երկտալու եւ այլն։ So, բազմաթիվ գարելիություններ կան, չեմ ասել, որ անանք պիտի լա, բայց նաև պետք չէ անդեսել այդ գարելիություններ, չէ, բացի եթե լավադես զնացես եւ պետք չէ անդեսել։ Հետևաբար փարտություններու բազմաթիվ գարելիություններ կան, անկլավներու խնդիրը, սահմանազատում, սահմանակցում, այդ 240 քառակուսի կիլոմետր եթե ոչ ավելի, որոշ դարօրինակ բանջկներ խաղաղության պայմանագրի մեջ ըստ որոնց այդ գորած զինվորները, մարմինները եւ այլն հանցակողդություններու բարակային բադասխանադու պիտի լան հանցակողձերը։ Ադոր մասին իմիջիայլոց մեծ համակումար գազմագերբեցին Ադրբեջան մեգուգես ամիս առաջ էր ինչ էր, այդ թեմայի շուրջ։ Այսինքն գնալ բանը ստորակրվի եւ հանգարց Ադրբեջանը գտնե, որ չեմ գիտեր որտեղ, որ ջագադի վրա 1994-ի բادرազմին աս չոգադի չեմ գիտեր ով անցը կամ անցերը 12 ադրբեջանցի մեկցուցած են։ Եվ պետք է հանցվին Ադրբեջան։ Որտեղ մարտասպաններ զինվորական բան չէ։ Այդադեն ինչ։ Բայց պայմանագրում կետ կա, որ մենք պրետենզիաները հանում ենք։ Բայց ամյուս գեդը գա, որ գսե, որ այդ գորած զինվորները, մարմինները եւ այլն լավ նայեցեք, որ իրավական բան, պետք է բադասխանատվություն, legal, ադոր վրա շեշտը չտնենք, բայց նորեն նայեցեք կտեսնեք, իմ գաղձիկովս աս երկու ուղղությունները կան Ադրբեջանի համար, երկուքն ալ բավական բաց են, համոզված եմ, որ ինքը գնախնդրե, որ գարկատությունը լա տրիպի, շիդակ պայմաններով, իրեն շահապեր պայմաններով, ադոր համոզված եմ անցնաբես, որ իրեն համար շատ շահապեր է։ Հայաստանը իմ կորձս չէ, արտաքին կորձոց նախարարություն ունենք, բազմաթիվ մարմիններ ունենք, բարոն վարչապետը կա, պետք է զսկուշը լան, որ ադոր զուգահեռ ամյուս անցքերը բացը լան, թեպի Թուրքիա, թեպի Ադրբեջան, անհոչընդոտ, եթե ոչ, եթե փուլային է, ինչպես 1997-ի վեճերը գային փուլային, պաթետային եւ այլն, եթե փուլային է շատ գնանք
գարելի է որ անսպասելի բաներով թեման թիման ելը երգիրը։ Պետք է պատետային լաս ամեն բանը նույնա դել։ Այսինքն որոշում ենք, եթե սահմանը բացվում է, դե ուրեմն բացվում է։ Այ, եթե ոչ Նախիջևանի քիզը ինչ մինը Հայաստանը Պարոն Աստուրյան, Թուրքիայի գործոնն այստեղ շատ ուշագրավ, Թուրքիայից մենք տեսնում ենք լիքը պոզիտիվ հայտարարություններ, այսպես ինտենսիվ դրական մթնոլորտի գեներացիա, նույնիսկ տեղի ունեցավ վարչապետի թեկուզ եւ աշխատանքային, բայց պատմական այցը Թուրքիա, եւ հենց երեք էլ տեղի ունեցավ Թուրքիայի անվտանգության խորհրդի նիստը եւ այնտեղից եւս գալիս են դրական ազդակներ եւ Ադրբեջանի հատուկ բանագնացը շտաբ մեկնեց Անկարա։ Մենք նաեւ խոսակցություններ կա, որ մյուս տարվա սկզբի ամիսներին Թուրքիան կարող է 22 թվականի այն պայմանավորվածությունները, որոնք հայտարարել ենք, որ պայմանավորվել ենք, բայց մինչև հիմա չենք կատարել։ Վերջապես կբարեհաճեն կատարել։ Թիվանակետ մգամ օդար մգամ նասահման։ Բայց ինչ են ասում են մինչև Ադրբեջանի հետ չլինի խաղաղության պայմանագիր, այն ամբողջ ծավալով նորմալացում չի լինելու։ Այո։ Հա, որովհետև եթե լինի, ապա Հայաստանը կդեմոտիվացվի Ադրբեջանի հետ վերջնական խաղաղության գնալ, ինչին էլ ուղղակի բաց տեքստով առարկեց Հայաստանի արտգործնախարարը, այն Armenpress-ին հարց-պատասխան ֆորմատով ասելով, որ հակառակը, եթե այստեղ արագ ընթանան պրոցեսները, դրանք ավտոմատ կարագացնեն նաև այն պրոցեսները։ Բարոն Մեհրաբյան, բացահայտորեն այդ խոսքը, որ Հայաստանը կդեմոտիվացվի եւ այլն, շինզու խոսք գծավիմ, ես միշտ կփորձեմ թիմացինին ասածը լուրջ չի ագնել, այսինքն մեծ սխալ է լուրջ չի չագնելը Ադրբեջանի նահանգային ասածը, ասել որ բան է, փուչիկ է, բան է, լուրջ չէ։ Ինքը իր ժողովրդին համար գսego մենք պետք չէ մտահոգվենք 300,000 արևմտյան ադրբեջանցի խոսքերը իր ժողովրդին կգերագրեր այդ բաներով no գիտեք բարոն Ալիևը ինչ որ ասավ դարիներ այդ ասածները հետաբնտեց մարդը գծավի շատ նայեցեք իսկապես օքեյ Ասբարակային Թուրքիայի ասածը, որ Հայաստանը վերջը բանգլա կքաշվի, ազատ կսկա եւ այլն։ Դիգա բացահայտորեն շինզու է Հայաստանը գարելի նրա դարիները վերջը, որ Թուրքիա այդ լեզու գտնե, բացահայտեց ինչու, նույնիսկ խոսքեր եղան, որ ծևով մասամբ դգարացուցին քիչիկը Սերասպանության հարցը, այդ բատմության ըմպրնումը, Արարատը եւ այլն։ Այդպես ավելին ինչ կգնահանել Հայաստանը։ Հետևաբար շինզու խոսք է եւ շատ սովորական մոդեցում է թուրքական դիվանագիտության մեջ, որը անուղագի ծևով ջնշում բանեցնելն է, որ Հայաստանը առավելակույն զիջումն է, հանդեպ Ադրբեջանի եւ Թուրքիա։ Հետևաբար այդ խոսքը շատ հագարականով որ գուզեմ մդի գնել թիմացինին եւ լուրջի ագնել, այդ խոսքը գծավիմ ինձի համար բնավ համոզիչ չէ։ Բիդի դեմոտիվացվի, սեբենք դեմոտիվացվի, ինչպես ասիք ծերը բարով, հայերենը դժվար է գտնելը դեմոտիվացվի, չեմ գիտեր ինչ է։ Okay. Թուրքիան սահմանը բացավ, Հայաստանն ալ չագերդյալ դեմոտիվացված է։ Դեմոտիվացված ինչի հանդեպ, ինչ պիտի լինի Հայաստանը, այսինքն սահմանը երբ բացված է, ինչ պիտի սե։ Չգնա վերջնական Նախիջևանի քիզը կկոծեմ գո, Ադրբեջանի հետ բادرազմ գուզեմ տեր, միտքս փոխեցի հիմա, հաղորդություն չեմ ուզեր այլևս։
բայց հեքնական բան է ասիլը Հայաստանը հաղորդություն չուզեր այդ վարգային այլադեն Թուրքիան գոչե սահմանը նույն օրը այսինքն գասնակո բան անդրավապանական խոսք է եւ հստակ է որ շատ լուրջ գործակցություն կա երկու բեդություններու միջև ավելորդ է քննելը թե ինչպես ոմանք կսեն աս Ալիևը շատ աստեցություն ունի բարոն Էրդողանին ընտանիքին վրա տրամական աստեցություն ներքին խոսանքներ նաև ադրբեջանական սփյուռք մգա եւ այլն թե ադե կամ ատ չէ հիմնականապես կարևոր չէ բոլոր թեփքերը աս վերջին բادرազմի վեր եւ բادرազմի առաջ ներառյալ բادرազմի հետո Շուշիի կամ Շուշայի իրենց պարամետրերով համացայնությունը ռազմավարական Թուրքիո մասնակցությունը բادرազմի եւ այլն ցույց կտան սերտ համագործակցություն եւ հասկացողություն աս երկու բեդություններու միջև Մյուս կողմեն երբեմն երբ լրակորներու հետ հանդիպիս թուրք եւ այլն բաներ կան այդ դպավորությունը կտան որ շատ իսկապես Թուրքիան գուզե Փանալ եւ այլն, բայց աստեցություններ ամուսն է, բայց խեղճ Էրդողանը, բարոն Էրդողանը եւ գիտեք եթե զիջում լինեք իսկապես հիմա է որ միան Էրդողանը գտնա փանալ սահմանը չենք գիտեր հետո ինչ պիտի կա նույնքան զորավոր մարդ գտնա չկալ եւ չգարենա փանալ սահմանը այս խոսքեր ուղղակի քրեթե դարացի կգրկնեմ այն ինչ որ մեկը ինձ ասած Սա ասի վիճակը պետք է Հայաստանը եւ վստահ եմ որ գիտեն պատասխանատու անձինք որ այս երկու երկիրները գադարյալ կհամագործակցին եւ այդ զիրեներս պետք է դիտել այս հարցը բացումի, չբացումի եւ այլն Բարդը տեսնենք ուր են տանում զարգացումները համենայն դեպս թրիփի հարցով որոշակի ժամանակացույց մոտավոր արդեն կա բոլին ինչ են նորմալ տեսնենք զարգացումները Պարոն Աստուրյան այսպես ամփոփելով անդրադառնանք մի հարցի որին չեն անդրադառնում մի շատ պարզ պատճառով դա այսպես ասենք կոնյունկտուրային չի էլի այս ժամանակակից աշխարհի լրահոսի տրամաբանությունից դուրս է, բայց սա ունի կենսական կարևորություն։ Թվում է թե դա որն է, ջրի հարցը։ Երբ ես Արման Բաբաջանյանը մեկնում ենք մեր մարզեր, նախ հայտնի է, որ Հայաստանի հողերի կեսը չի մշակվում։ Ոչ թե այն պատճառով, որ ջուր չկա կամ ցանկություն չկա, այլ որովհետև գյուղատնտեսության ռազմավարություն չկա, ջրային տնտեսության կառավարումը ջունգլիների մակարդակի է, մեր ջրերը ավելի քան բավարար են, բայց 70%-ը գնում է Կասպից ծով։ Մինչդեռ մեզանից արևելք մենք ինչ ենք տեսնում։ Արալի ծովը ցամաքած գրեթե Բալխաշ լիճը շուտով կցամաքի եթե այս տեմպերով շարժվի Կասպից ծովը հիմա կոնտինենտի լավ նավերը այո նույնիսկ են լաստանավը հա այո սողալու պետք է սկսին այո պրոբլեմ արդեն դառնում որոշ պարագաներում թալիբները մի ջրանցք են սարքում որը Սրդարիա եւ Ամուդարիա գետերի ջրերի 30%-ը տանելու է դեպի ներս Պարզ չի ընդեղ ինչա լինելու։ Մեզանից հարավ Իրանում սարսափելի երաշտ է։ Եվ Թեհրանը անջուր նստած է, Ուրմյան լիճն է ցամաքել, վերածվում է աղային մի դժոխքային մի անապատի, ջերմաստիճանն էլ գրանցում է պատմական ռեկորդներ։ Մի քիչ ավելի արևմուտք են գնում Նեղոս գետն է գնալով ցամաքում
եւ Եգիպտոս, Սուդան, Եթովպիա իրար հետ լեզու չեն գտնում, թե այդ սակավ ջրերը ինչ անեն, ոնց բաշխեն իրար մեջ, որ իրարից չնեղանան։ Դե Թուրքիան էլ գիտենք այդ ամբարտակներ սարքելով Սիրիային ու Իրաքի վրա, վենտիլը դրել է կուզենակը բացի կուզենա չի հերադես բեդություն է, իրական բեդություն է, որ նախադեսած է եւ դասը ավելի կան 10 տարի եղավ այդ ամբարտակի բանը եւ այլն, որ ամուկ ելավ ինչ կլագոտ շուրերը բան բայց ինքը զորավոր գնի, քու գարձիկը վիճակն է սովորելու բան այ եւ դե Աֆրիկայի մեջտեղում էլ Չադ լիճն է ցամաքում եւ ցենց որ շարունակի կդառնա Սահարայի մի մաս 150 միլիոն մարդու կյանքը վնասի այսպես վտանգի տակ դնելու հիմա այս անապատացումը գալիս է մեզ վրա Բերմոտ պուլպուլակները չրչռալով գնում են, բայց հողերը մնում են անջրտի, անմշակ, մինչդեռ Իսրայելի փորձը տեսնում ենք տարածքը 80% անապատ է, բայց դարձել է այգի, մեր այգին դառնում է անապատ եւ այլն։ Վերջի 2000 տարվա պատմությունը պարոն Աստուրյան, արաբների արշավանքը ինչ էր կլիմայական փախստական զինված փախստականներն էին վատթարացավ պայմաններն եկան Սիրիան եւ Եգիպտոսը գրավեցին հետո էլ դուրներ եկավ հեռել գնացին միջագետքը բան չէ այդ արաբերեն են որ խոսում այդ դրա հետևանքն է հետո մոնղոլները էլի սելջուկները դրանք զինված կլիմայական փախստականներ էին ուր են գալիս որտեղ ավելի լավ կլիմա է, ավելի կանաչ է, ավելի ջուրը շատ է։ Հիմա մեր այս ամբողջ շրջապատում ջրի խնդիր կա, մեր մոտ ջուրն էլ բոլ-բոլ, բայց կառավարվում է խայտառակ ձևով։ Լավ, մենք ինչ մտածենք սրա մասին։ Ով է սրա տերը, ով է սրանով զբաղվելու, ինչ պետք է արվի եւ ինչ զարգացում եք տեսնում, էլի։ Ինչպես աս թողարկում են առաջ արիտ ունեցանք 5 րոպե խոսելու, գսեի, որ 10-15 տարի առաջ շատ լավ միջին արևելքի մասնակետի հոտվածը գարտայի, շուրի մասին էր։ Ու աս մարտը արդեն գնախադեսեր ներգա միջին արևելքի խնդիրը շուրի վերապերյալ։ Եվ գհաստատեր, որ կալիք դաստամյակներուն ընթացքին ճուրը նույնքան եթե ոչ ավելի կարևոր պիտի լա, կան քարյուրը։ Այսինքն ռազմավարական դվյալ պիտի լա եւ զենք։ Հիմա հատ մի քանի դաստամյակ անցած է արդեն, ասոտվածը որ կամ որ գիշեմ 10-15 տարի առաջ կփորձեմ որ հերինագին անունը գտնել, գիտեմ որ W-ով կսկսեր Հիմա այդ դարիները անցած են եւ որքան հարաճանանք ասիկա ավելի լուրջ խնդիր պիտի լա։ Հիմա գիտեմ որ Ղարաբաղի բادرազմի իբր հետևանք ազերբայջանցիները որոշ շրջաններ գրաված են ու գե ճուրը գխոսի։ Հիմա ճուրի մասնակից չեմ, հետևաբար չեմ ուզել թողնել նեդել եւ քիդունի դպավորություն տալ, իմ մարզս չէ, բայց Գարտացած եմ մեկ-երկու գարչոտված, որ որոշ դեղեր իրենք ճուրի կոնտրոլ ունին, որքան որ իշեմ Քելբաջարի գորմներ, ծույներով եւ այլ բաներ, բայց հիմա չեմ իշել որ մանրամասնությունները։ Առանց մխրճվելու աս ճուրի մասնակիտական դվյալներում մեջ մեկ բան շատ հստակ է։ Հայաստանը պետք է քաղաքականություն մշակի ռազմավարական սննդամթերքի ապահովության վերաբերյալ միայն ճուրը չէ։ Սովեն ամեն մարդ ծափարեց, որ մեկ հատ շոկեգարք եկած է Կազախստանեն, բարոն Ալիևը ցկած է որ կա։ Հիմա 10 հատ կա, 25 հատ կա, 102 հատ կա, շատ լավ։ Սննդամթերքի ապահովություն, ճուրի, ապահովություն։ Ասոնք ինչ կնշանակեն, կնշանակեն այն ինչ որ կնշեի, ծրագրում պետք է, բյուրոկրասի պետք է որ ադագ է,
ասպաները քննելու, նախադեսելու, առաջ կանգնելու, ծրագիր մշակելու, հսկելու արդարացեվով, բյուրոկրասին ինքը պետք է հսկվի, որ եթե ջարդիգությունները լանգող, մարդը շիպշիդակ պանդ երտա, ասիկա համագարկային հարց է, չէ? Որ դասնամյակները իվեր, այսի խոսքը սիմակվա գարավարության մասին չէ, դասնամյակները իվեր, ես անգերդ բիդիսեի, որ կլխավոր խնդիրն է Հայաստան, որև ով որ ուզեք թրեք իպր նահակախ կամ վարչաբետ, այսօր վարչաբետ, անցյալին նահակախ էին, եթե ադամպողջ վարչամեքենան կարողականություն չունի իրականացնելու, քննելու, ծրագրելու, եթե ուզեք վերագենտրացնենք Ալբերտ Այնշտայնը, տնենք վարչաբետ։ Կողքնել Չերչիլին։ Բավական բարձր խելք ուներ մարդը, տնենք։ Okay, то քուլուխ ելե at մեքենային է։ Հետևաբար, գիտեք ինչը բան է, երբեմն հավանաբար երրորդ անգամն է աս վերջին 1.5-2 տարվա մասին, որ գխոսիմ այդ pedagogan կարողականության զորացման մասին։ Հիմա մարդիկ միիսեն աս մարդը ուրիշ բան չունի, ես էլի ասի տուտակ մնե ամեն երգո հիմնական հարց է, բարոն Մեհրաբյան։ Որևէ սուրբոքին ալ եթե կա եւ չփոխե ասպանը, երգիրը գնա հարաճ երտալ, լավանալ քիչմը, հոս, հոն, բայց փումպաները գմնան։ Ամեն օր զարմանքով այսօր երկու անգամ տաքսի արի Yandex-ը։ Այդպիսի ջամփաներ են անցած ենք, որ այսի ուղղակի խղճալի է, բան փոսեր, ձագեր, ներ ջամփա մեքենաներ զդերված են եզերք, այսի հազիվ մեկ մեքենա գնա անցնել։ Եվ ճիշտ քովը բարձրահար շենք կշնդի։ Գիտեք 10 հարգանի 12 հարգանի։ Ու այդ զրակումը, եթե բազմատի 12 հարգանի շենք թույլ գուդասկով շնդի։ Արդյոք մարմին չգա, որ գմդաձե, որ 12 հարգի մեջ, եթե ամեն մեկ հարգի վրա 6 հարգապաժին գա, գնե 72, չէ։ Այո։ Եթե 72-ի մեջ 4 հոգի գա ամեն մեկ հարգապաժինի մեջ, դեր դիգին սեբենք 2 երեխա։ Նվազագույնը մեկ մեքենա պիտի ունենան, չէ։ Այո։ Օտո։ Փարքինգի տեղ չկա։ Չեմ պլանավորել։ Ճամփան չի գա բաճաճ։ Այո։ Եվ գավելնալով։ Այսի աբուշ օրինակ մգուդամու, գիտեք, որոն թեման թիման ագանադես եմ ամեն օր, կանի որ տաքսիով գերտամ գուկան։ Հիմա ասչուվի սնունդի խնդիրը շատ ավելի խոր բան է, որև քյուրադնդեսությունը բեի զարկացնես, այդ խորերը, որ գնշեիք, որ արած բան չեն կործածվիր, պիտի կործածես, պիտի չի զարմանայի, որ այդ խորերու որոշ բաժիմը այդքան լավազանոտ չեմ, այդքան բդդատ չեմ Հայաստան կան դուք, բայց համոզված եմ, որ շրջանները կա, որոնք սահմաններու մոտ պետք է լինեն, որ քրեթե բնակված չեն։ Սահմանի ապահովության հարց կա բնակչության։ Նայեցա ես դվյալները սահմաններով, ոչ շուրի դեսագետ է, բնակչության դեսագետ է։ Դեղեր կան, որքան որ գիշեմ 32-34 հոգի մեկ քառակուսի կիլոմետրի վրա։ Քիչմը գլավանա երբ դեպի Տավուշ եկտաս 60-ի տանկամա 60-70-ի գաս։ Այսի ապահովությունը միան թուղթը ստորագրել չէ, նաև աս ամեն բաները ծրագրել է երկարադեպ։ Ռազմավարություն պլանավորել։ Եվ ադիգա անելու համար նաև այդ վարչամեքենան որակավոր պետք է լա, եւ այդ կնշանակի, որ եթե մարդիկ կգարձեն, որ այս վարգյանից այդ կամ որակավոր չէ, պետք է ամեն ինչ անեն, որ այդ որակավոր անձերը ստեղծվին եւ ներառվին այս սիստեմի մեջ։ Ադամենը դարիներ գագնե, դեսլագան պետք է, գամք, եւ ասոնք են իրականությունները, լավ գլինի։
Բոլոր դեպքերում ամենաերկար ճանապարհը սկսվում է առաջին քայլից եւ ի սկզբանե էլ բանն էր խոսքը շատ շնորհակալ եմ պարոն Աստուրյան Ես եմ շնորհակալ չափազանց արժեքավոր ձեր դիտարկումների գնահատականների համար որ ներկայացրեցիք մեր հեռուստադիտողին եւ ժամանակ գտաք մեր եթերի համար խնդրեմ հանդիպում Մերսի շատ ամենայն բարիք Մենք զրուցեցինք պրոֆեսոր Ստեփան Աստուրյանի հետ Միացյալ Նահանգների Բերքլիի համալսարանից եւ մեր ամերիկյան համալսարանից պատմաբան քաղաքագետ լսեցինք իր դիտարկումները Հայաստանի շուրջ եւ Հայաստանի ներսում տեղի ունեցող մի շարք գործընթացների հետ։ Կարճ դադարից հետո կվերադառնանք, մնացեք առաջին լրատվականի հետ։